Ողջույն, հարցիգինն է եթերում։ Այս հաղորդման շրջանակներում կվերլուծենք մեր դիտարկմամբ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Մայիսի 16-ին Վիեննայում սպասվում է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպումը, որն առաջինը կլինի քառօրյա պատերազմից հետո։ Վերջին անգամ Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են նախորդ տարի դեկտեմբերին, որից հետո սակայն իրավիճակը որևէ կերպ չփոխվեց եւ նույնիսկ հասունացավ պատերազմը։ Ինչ է փոխվելու այս հանդիպումից հետո շատ դժվար է ասել։ Ակնկալիքը պարզ է։ Բոլորն ակնկալում են, բնականաբար առաջին հերթին հասարակությունը, որ հանդիպումը կնպաստի տևական խաղաղությանը, կայունությանը, որ կամրապնդվի հրադադարը եւ կդադարեն սպանվել զինվորներ։ Մյուս կողմից, սակայն, կա նման հեռանկարի հավանականություն։ Իրատեսական է այդ ակնկալիքը։ Որքան էլ ուզում ենք հավատալ դրան, որքան մեծ է դրան հավատալու ցանկությունը, այդուհանդերձ նախադրյալներն ու հիմքերը, որ այդպես կլինի, իհարկե, քիչ են։ Ըստ այդմ, սպասումները կարծեք թե այնքան էլ իրատեսական չեն։ Լավագույն դեպքում մենք կարող ենք հավանականությունը դիտարկել 50-50։ Սակայն հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ հանդիպումից առաջ ամենահաճախ տրվող հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք նպատակահարմար էր, իմաստուն էր գնալ դրան։ Խոսքն իհարկե Հայաստանի մասին է, Սերժ Սարգսյանի մասին, առավել եւս որ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո առաջ քաշեց բանակցային սեղանի մոտ վերադառնալու հայտնի 3 պայմանները՝ հրադադարի մեխանիզմի ներդրում, Ադրբեջանի ագրեսիայի կրկնությունը բացառող երաշխիք եւ հասցեական հայտարարություններ։ Եվ ահա այդ 3 պայմաններից որևէ մեկը կարծեք թե չի ստացել հրապարակային բավարարում։ Մյուս կողմից հնարավոր է ասել, որ կազմակերպված հանդիպումը հենց դրա մասին է, այսինքն քննարկվելու են հենց այդ պայմանները։ Այս դեպքում սակայն հարց է առաջանում, թե այդ պայմանները քննարկելու համար քանի նման հանդիպման կարիք կլինի, ինչ պարբերականությամբ, եւ ամենակարևորը իսկ ինչ է լինելու հակամարտության շփման գծում այդ ընթացքում, մինչ կողմերը կգան մեխանիզմների շուրջ որևէ պայմանավորվածության։ Շարունակելու է Ադրբեջանը կրակել եւ թիրախավորել մեր դիրքերը, զինվորներին եւ խաղաղ բնակավայրերը, թե դադարեցնելու է դրանք։ Այս հարցը հրապարակային պատասխան չունի։ Մինչդեռ խնդիրը միայն այն չէ, որ բացառվի Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան։ Նման ագրեսիայի բացառումը շատ կարևոր է, ի վերջո մարդկային կյանքերն ամենաթանկն են, որևէ երեխա թող այլևս չորփանա, սակայն խնդիրը այստեղ այլ է։ Կստացվի, որ Ադրբեջանը քառօրյա պատերազմի միջոցով լայնածավալ հարձակում չկրկնելու հարցը, այսպես ասած, փոխանակեց հրադադարի խախտումների ինտենսիվության աճը լեգիտիմացնելու հետ։ Այդ դեպքում կստացվի, որ Բաքուն հայտնվել է շահեկան դիրքերում, այսինքն իհարկե մեծ տարածքներ վերցնել նրան չի հաջողվել, սակայն հաջողվել է նախ մարսել սանձարձակ ագրեսիան, հետո հաջողվել է ստեղծել ինտենսիվ հրետակոծությունների միջազգայինորեն լեգիտիմ մթնոլորտ եւ դրան էլ գումարած հաջողվել է ժամանակ շահել բանակցային գործընթացի տեսքով, եթե նույնիսկ դրա օրակարգում հրադադարի մեխանիզմների ամրագրումն է։ Այս ամենը թույլ չտալու եւ այս ծուղակում չհայտնվելու համար հայկական կողմը Վիեննայի հանդիպմանը պետք է հանդես գա չափազանց հստակ պահանջներով կապված հրադադարի պահպանման եւ պատասխանատվության մեխանիզմների հետ։ Եվ ըստ այդմ, հայկական կողմի համար դրանց հարցում առարկայական շարժ չլինելու համար, եթե Վիեննայի հանդիպումը չլինի առաջինն ու վերջինը, ապա վերջինը պետք է լինի երկրորդը։ Ընդ որում երկրորդ հանդիպումն էլ պետք է լինի հնարավորինս կարճ ժամանակում։ Հակառակ դեպքում դա կլինի դիվանագիտական ծուղակ, որին կհաջորդի ռազմական նոր դիվերսիա եւ ագրեսիա։ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ հայտարարել է, որ եթե չլինեն կոռուպցիայի դեմ պայքարի տեսանելի արդյունքներ, Եվրամիությունը Հայաստանին չի տրամադրի հակակոռուպցիոն քայլերի համար նախատեսված 15 միլիոն եվրոն։ Նույն կարգի հայտարարություն ավելի վաղ արել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը, ասելով, որ եթե չլինեն արդյունքներ, Միացյալ Նահանգները չի աջակցի հակակոռուպցիոն խորհրդին, որին հատկացնում են $750,000։ Սրանք իհարկե շատ հստակ ուղերձներ են, միայն թե հստակ չէ, թե ինչ են հասկանում արևմտյան գործընկերները կոռուպցիայի դեմ պայքարի տեսանելի արդյունք ասելով։ Նրանք հասկանում են կոնկրետ անուններ, անունների հետ կապված որոշումներ, եթե այո, ապա տեսանելի արդյունք կհամարեն քաղաքական թե անպայմանորեն իրավական որոշումները։ Օրինակ, Միրան Պողոսյանի հեռացումը արևմտյան գործընկերները համարում են տեսանելի արդյունք, թե հակառակը՝ խաբկանք, թե տեսանելի արդյունք ասելով նկատի են առնվում կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կսահմանափակեն կոռուպցիայի ընթացքը, թեև այսպես ասած անձեռնմխելի կթողնեն արդեն իսկ ունեցած ձեռքբերումները։ Մյուս կողմից Հայաստանի հասարակությունն այստեղ կարծես թե հայտնվել է ձեռքերը լվացած կարգավիճակում եւ ակնկալում է, որ Հայաստանի իշխանությանը կոռուպցիայի համար պատասխանատվության կենթարկեն հենց արևմտյան գործընկերները, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը։
Ընդ որում կասկած չկա, որ այդ հեռանկարն այնքան էլ հեռու չէ հավանականությունից, քանի որ ներկայումս տեղի են ունենում աշխարհաքաղաքական բավական դինամիկ զարգացումներ եւ կան մի շարք նախանշաններ եզրակացնելու համար, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է աշխարհաքաղաքական կարևոր գործիք Արևմուտքի ձեռքին։ Ի վերջո, մենք որոշակիորեն առիթ ունեցել ենք տեսնելու այդ գործիքի բանեցումը Ադրբեջանի մասով եւ պետք չէ բացառել, որ Ալիևը այդքան ողջավորված սկսելով քարորիա պատերազմն այդուհանդերձ բավական խեղճացավ թե հայկական զինուժի հակահարվածից, թե նաեւ այդ ամենին զուգահեռ օֆշորային ունեցվածքի վերաբերյալ հետաքննական նյութերի հրապարակումից։ Սա իհարկե Հայաստանի համար ողջունելի տարբերակ է, սակայն դրանով իհարկե չեն լուծվում այն խնդիրները, որ կոռուպցիան առաջացնում է մեր երկրում, Հայաստանի համար։ Ավելին, այդ օրինակը առիթ է, որպեսզի Հայաստանի հասարակությունը փորձի այդ խնդիրներն ուսումնասիրել եւ հասկանալ առավել խորությամբ, թույլ չտալու համար բավական նուրբ մի ռիսկի առարկայացում։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի հասարակությունը պետք է ոչ թե սպասի, որ միջազգային հակակոռուպցիոն աշխարհաքաղաքական գործիքը լուծի Հայաստանի իշխանության կոռումպացվածության հարցը, այլ պետք է անի հնարավորինը այդ գործիքի հետ գործընկերային հարաբերության միջոցով առնվազն վերահսկելու Հայաստանի իշխանության վրա դրա կիրառումը, ավելի շուտ վերահսկելու դրա կիրառման դեպքում Հայաստանի իշխանության վարքը, որպեսզի այդ գործիքի ճնշումից ազատվելու գինը իշխանությունը իշխող համակարգը չդարձնի պետական շահը։ Դա նվազագույնն է, որ հասարակությունը պետք է անի կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Ի վերջո, առկա է բավական մեծ դիսոնանս, կա աշխարհաքաղաքական մեծ գործընթացն ու գործիքը եւ կա Հայաստանի փոքր իրավիճակը։ Այստեղ մեծ գործիքի դիտանկյունից փոքր իրավիճակի կարևոր առանձնահատկությունները տեսանելի չեն եւ դրանք ենթակա են մամլիչի տակ հայտնվելուն։ Հասարակության դերը պետք է լինի դա թույլ չտալը այդ փոքր խնդիրները, կարևոր նրբերանգները, որոնք համաշխարհային կոնտեքստում չունեն էական նշանակություն, աշխարհի համար տեսանելի եւ կարևոր դարձնելը։ Եթե Հայաստանի հասարակությունն ինքն իր մեջ չի գտնում բավարար ներուժ, ռեսուրս, ինքնակազմակերպում կամ արդյունավետ ինստիտուտներ կոռուպցիայի համակարգային այդ ախտի դեմ պայքարելու համար եւ ստիպված է ավելի շատ ապավինել արտաքին գործընկերներին, ապա գոնե այդ դեպքում խիստ անհրաժեշտ է գոնե գտնել այդ գործընթացում սուբյեկտ լինելու եւ գոնե վերահսկողական եւ ազդարարի որոշակի գործառույթ իրականացնելու ներուժ եւ հնարավորություն, որպեսզի գործընկերությունը սահուն չվերածվի միջամտության։ Միաժամանակ, որպեսզի նաև իշխանությունը չունենա պետական շահի հաշվին միջազգային մամլիչից մանևրելու հնարավորություն։ Առավել ևս, որ այստեղ իհարկե իշխող համակարգն ունի, այսպես ասած, այլընտրանքային դաշտ։ Դա Ռուսաստանն է կամ Եվրասիական համակարգը։ Այդ համակարգը նեղանում է իհարկե հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն ինքն է հայտնվել միջազգային հակակոռուպցիոն մամլիչի թիրախում, սակայն այն դեռևս բավական տեղ ունի հայաստանյան համակարգին պատասպարելու համար։ Այդ հանգամանքը Հայաստանի իշխող համակարգի առանցքային խաղաքարտն է միջազգային մանևրի հարցում։ Պետական շահը եւ անվտանգությունը շատ հաճախ զոհաբերվում են նաեւ հենց այդ տիրույթում։ Նաեւ այդ իմաստով է հակակոռուպցիոն պայքարի տրամաբանությունը պահանջում, որպեսզի Հայաստանի իշխող համակարգի եւ ռուսական կամ եվրասիական դաշտի միջև ձևավորվի հասարակական գաղափարը արժեքային պատ, քաղաքացիական կամ քաղաքական ինստիտուտների տեսքով, փակելով իշխող համակարգի խուսանավելու ճանապարհը։ Վերջին հաշվով նաև սեպտեմբերի 3-ին այդ հիմնարար եւ ամուր պատի բացակայության հետևանքն էր տնտեսաքաղաքական եւ անվտանգային անկումը, որ սրընթաց կերպով արձանագրվեց դրանից հետո 1-2 տարվա ընթացքում։ Մայիսի 12-ին կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանի հնչեցրած ելույթը Հայաստանի կառավարման համակարգի որակական փոփոխությունների տնտեսական հեռանկարների մասին արժանացավ գործնականում հնարավոր բոլոր տեսակի գնահատականների եւ դիտարկումների, թեև պետք է արձանագրել, որ դրանցում գերակշռող տեսակն այն է, որ Հովիկ Աբրահամյանը չի ասել ամենակարևորը կամ չի արել իր ասացի իրականացման համար նվազագույն նախադրյալ ստեղծող ամենաառաջնային քայլը, չի հեռացել վարչապետի պաշտոնից։ Աբրահամյանն իհարկե չէր կարող ասել այդ բանը, քանի որ նրա ելույթի նպատակը լիովին հակառակն է։ Նա ելույթ է ունենում մնալու համար, ընդհանրապես քաղաքական ասպարեզում եւ մասնավորապես առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանության կարկանդակի բաժանման գործընթացում մնալու համար։ Այս հասունացող գործընթացում տեղի են ունենում շատ ուշագրավ զարգացումներ, ընդ որում թե ամբողջական դաշտում, թե նաև հանրապետական կուսակցության շրջանակում։
Խնդիրն այն է, որ մի կողմից ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում քաղաքական դաշտի սուբյեկտների շրջանում եւ կարծեք թե ոչ առանց Սերժ Սարգսյանի մասնակցության, ակտիվանում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն է գնում Լեռնային Ղարաբաղ, շոշափվում է Արկադի Ղուկասյանին ավելի մեծ դերակատարում տալու հնարավորությունը, Սամվել Բաբայանի անունն է հոլովվում եւ այս ամենին զուգահեռ նաեւ հետաքրական խմորումներ են տեղի ունենում Հանրապետական կուսակցության ներսում, ինչի վկայությունն էին մասնավորապես Հրազդան ցեմենտ ձեռնարկության շուրջ հայտնի զարգացումները, երբ ձեռնարկությանը հարկային տույժ տուգանքները ներելու մասին կառավարության օրինագիծը նախ տապալվեց, իսկ հետո ընդունվեց միայն երկրորդ փորձից։ Ընդ որում հատկանշական էր, որ տապալման առաջին փորձում բավական ընդգծված դիրք գրավեց Կարեն Կարապետյանը, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը։ Սերժ Սարգսյանն այդպիսով Հովիկ Աբրահամյանին ցույց տվեց, թե ինչ խնդիրներ ունի Հանրապետական կուսակցության ներսում եւ որ դրանք կարող են լուծվել միայն իր միջամտությամբ։ Հովիկ Աբրահամյանի համար այդ ներսում եւ դրսում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ արտաքին աջակցության լիակատար բացակայությունը բավարար էին հասկանալու համար, որ 2017-ին ընթരാճ հողը փախչում է ոտքի տակից։ Մայիսի 12-ը Հովիկ Աբրահամյանի վերջին փորձն է ոտքի տակից փախչող հողը պահելու վերջին հնարավորությունը։ Ընդ որում բացառված չէ նույնիսկ, որ նա այդ փորձով արդեն ոչ թե ակնկալում է մնալ իշխանական կարգանդակի բաժանման առաջնային շրջանում, սեղանին անմիջապես մոտ, այլ ուզում է լուծել գոնե նվազագույն խնդիր եւ չհայտնվել, այսպես ասած, տուգանային շրջանակում։ Իսկ այդ շրջանակի խնդիրն առավել քան հասունացել է քառօրյա պատերազմից հետո, առավել եւս, որ մեծ հաշվով սկսել էր ակնհայտորեն սաղնավորվել դեռևս դրանից առաջ տնտեսա-քաղաքական ռեսուրսների սխման եւ արտաքին մարտահրավերների աճի արդյունքում։ Կպահի Հովիկ Աբրահամյանը հողը ոտքի տակ։ Այն, որ նա կենսականորեն շահագրգռված է ինչ-որ բան անելու հարցում, անհերքելի է։ Խնդիրը սակայն այն է, որ նա ինքն էլ ըստ էության հանդիսանում է ամենամեծ բաժնետերերից մեկն այն խնդիրների կամ արատների այն համակարգի, որի հետ էլ պետք է անել ինչ-որ բան։ Հետևաբար, պրակտիկորեն ակնհայտ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանն իզորու չէ անցնել կոսմետիկայից այն կողմ, որովհետև այն կողմում արդեն նաև ինքն է։ Միևնույն ժամանակ նա փաստորեն ակամայից ստիպված ստանձնում է հենց այն կողմի պատասխանատվությունը, համակարգն ակամա թողնելով այս կողմում, ավելի ազատ ու անկաշկանդ կողմում։ Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանն իր ելույթից հետո դառնում է Հայաստանում կառավարման արդյունքի համար գլխավոր պատասխանատուն։ Ինչպես ռուսները կասեին, նրա լեզվից ոչ ոք չէր քաշում, թեև իհարկե քաշում էին ընդհանուր իրավիճակն ու միտումները, բայց բոլոր դեպքերում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ինչ-որ նպատակներ, թեկուզ ընդհանուր եւ խոսել է կառավարությունում դրանց իրականացման համար առկա քաղաքական կամքի մասին։ Այսինքն, ըստ էության, դատելով մայիսի 12-ի ելույթից պետք է եզրակացնել, որ Հովիկ Աբրահամյանին ոչինչ չպետք է խանգարի հռչակած նպատակները իրականացնելու համար։ Հետևաբար չիրականացնելու դեպքում արդեն իսկ Հովիկ Աբրահամյանը դառնում է առկա վիճակի համար թիվ 1 պատասխանատուն։ Անշուշտ ինքնին հասկանալի է, որ նա իրականում միակ պատասխանատուն չէ եւ համակարգը գործում է բոլորովին այլ սկզբունքներով, արատները գործում են բոլորովին այլ տրամաբանությամբ եւ շղթայի բազմազան օղակներով, բազմազան պատասխանատուներով եւ շահառուներով, սակայն մայիսի 12-ի ելույթով Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքն է այդ ամենի տերը։ Սա նշանակում է, որ կամ Հովիկ Աբրահամյանին է վերջնագիր ներկայացվել, Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը կամ գուցե նույնիսկ արտաքին կենտրոններ, կամ Հովիկ Աբրահամյանն ինքն է հայտնվել մի վիճակում, որից շահած դուրս գալու համար ստիպված է արդեն ինքը ըստ էության վերջնագրային տրամաբանություն ենթադրող ելույթ ունենալ, թե ոչ վերջնագրային բովանդակությամբ ու գնալ այդ ելույթով մինչև վերջ։ Վերջի վերջո Հովիկ Աբրահամյանի ելույթը ոչ այլ ինչ է, քան իշխող համակարգին հայտարարված պատերազմ, որովհետև եթե խոսք լիներ կոնսենսուսի մասին, ապա հազիվ թե վարչապետին թույլ տային միայնակ ձևակերպել փոփոխությունների դափնիների ավանսը, այսինքն հնչած ելույթը։ Շաբաթասկզբին հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի ջանքերով նոր տվյալներ հրապարակվեցին Պանամայի օֆշորային հաշիվների, այսպես ասած պանամական օֆշորի հաճախորդների մասին։ Պարզվում է, որ Հայաստանից դրանց թվում միայն դահք նախկին պետ Միհրան Պողոսյանը չէ, եւ այսպես ասած Ալիևների անվան հետ նույն ցանկում կան Հայաստանից մոտ 3 տասնյակ այլ անուններ։ Դրանք մեծ հաշվով շատ բան չեն ասում ունկնդիներին կամ ընթերցողներին, սակայն պարզ է նաև թե ինչու։ Դրանք այսպես ասած դիմակներն են, անուններ, որոնց տակ թաքնվում են բնականաբար առավել հնչեղ անունների տերեր։
Պարզապես դրա համար պետք է հետաքննություն, այսինքն պետք է պետական վերաբերմունք, ինչի գոյությունը սակայն կասկածի տակ չէ այն պարզ պատճառով, որ ուղղակի չկա այդպիսի վերաբերմունք եւ դա կասկածից վեր է։ Այլապես օրինակ պանամական օֆշորի հայ առաջին հերոս Միհրան Պողոսյանը ոչ թե այսպես ասած հայրենասիրական հրաժարական կտար եւ հետո կարժանանար վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհակալությանը, այլ կներգրավվեր օֆշորային սկանդալի քրեական գործում առնվազն իրականությունը լիարժեք պարզելու համար։ Մինչդեռ հայտարարվում է այդպիսի քրգործ հարուցելու մասին Պողոսյանի օֆշոր գեյթով, բայց Պողոսյանն այդ գործում չգիտես ինչու գոյություն չունի։ Թեև սա իհարկե Հայաստանի հանրության համար ամենևին նոր մոտեցում չէ, քանի որ մենք գիտենք, որ Հայաստանի պաշտոնյաների անուններով օֆշորային հաշիվները գրեթե իրենց են բացվում, այսպես ասած դավադրաբար։ Այս ամենն իհարկե ծիծաղելի կլիներ, եթե չվերաբերեր մի երկրի, որտեղ բազմաթիվ կարևորագույն ոլորտներում, սկսած առաջնագծի զինվորի ապահովվածությունից մինչև թիկունքում նրա ընտանիքի կարիքները, առկա են հսկայական բացթողումներ, որոնք աղաղակող ձևով դրսևորվեցին քառօրյա պատերազմի ընթացքում։ Ահա այդ երկրում պարզվում է, որ սպառազինության համար գումար չկա, բայց կան գումարներ, որոնք տասնյակ անվանումներով տեղափոխվում են օֆշորներ։ Եվ սա ընդամենը պանամական օֆշորի պատկերն է, մինչդեռ օֆշորներն այնքան շատ են, եւ կասկած չկա, որ Հայաստանից առնվազն տասնյակներ էլ այլ օֆշորներում են։ Ի վերջո մեր պաշտոնյաների ինչն է շատ, դե իհարկե հաջողակ բիզնեսմեն զոքանչների, բաժանաղների, քենիների եւ այլ հարազատ բարեկամ խնամիների քանակը, որոնց անուններով նրանք թղթերը դարձնում են կարգին։ Դե իսկ կնիքն էլ դնում է Սերժ Սարգսյանը այդ թղթերի վրա հայտարարելով, որ դղյակներից ինքն էլ է զզվում, բայց 37 թիվ չի անելու։ Դե իհարկե, ավելի լավ է պետության հետ իշխող համակարգն անի ինչ ուզում է եւ ինչպես ուզում է, բայց երբ բանը հասնում է իրավական պատասխանատվության եւ սոցիալական արդարության խնդրին, պարզվում է, որ դա 37 թիվ է, որն անել չի կարելի։ Ահա պետականության եւ դրա զարգացման ու հեռանկարների վերաբերյալ համակարգային պատկերացումների սահմանը, որի համար վահան է դարձվել 37 թիվը։ Այդ թվի տակ են 337 կամ 3337 օֆշորատերերը, որոնց դեպքում մխիթարությունն այնն է, որ նրանք ավելի քիչ են, քան հարևան Ադրբեջանում կամ Վրաստանում։ Բայց դա իհարկե մխիթարություն է միայն անգիտության պայմաններում, որովհետև սեփական երկրի, սեփական քաղաքացու, սեփական զինվորի թալանը չի կարող չափվել այլ պետության համեմատությամբ, այլ պետք է չափվի սեփական խնդիրների, կարիքների եւ վտանգների ու ռիսկերի համեմատությամբ։ Սակայն այստեղ բնականաբար գերիշխում են բոլորովին այլ ռիսկեր եւ գնահատվում են բոլորովին այլ ռիսկեր ու քայլերն էլ կառուցվում են հենց դրանց տրամաբանությամբ։ Այդ ռիսկերը Հայաստանում իշխող համակարգն է եւ այդ համակարգի միջոցով Հայաստանի վրա ռուսական գերիշխանությունը։ Եթե Հայաստանում չկա կոռուպցիոն համակարգ, չկա ռուսական գերիշխանություն։ Չկա գերիշխանություն, չկա կոռուպցիոն համակարգ։ Այդ ամենը սերտաճել է Հայաստանի արմատների մեջ, մոլախոտի նման թույլ չտալով նրան աճել։ Այդ իմաստով օֆշորային բացահայտումները Հայաստանի համար կարող են ունենալ քահանի էֆեկտ, որն անկասկած վաղ թե ուշ տալու է իր ազդեցությունը, եթե նույնիսկ այդ գործընթացը չի արժանանա իշխանության համարժեք վերաբերմունքի եւ քայլերի, որովհետեւ այստեղ խոսքը միջազգային ալիքի մասին է, որի առաջ անկասկած առավել լայն եւ ընդգրկուն նպատակներ են, որոնց առաջ քրեա օլիգարխիկ ամբարտակները չեն կարող երկար կյանք ունենալ։ Իր հերթին Հայաստանի ազգային ժողովի հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեդիալաբի հետ խոսելով հանրային պահանջի մասին, որ պաշտոնյաները վաճառեն իրենց դղյակները եւ փողերը ուղղեն պետության անվտանգության կարիքներին, հայտարարում է. ինչ է, ինչ որ մարդիկ ուզում են կուլակաթափություն անել ու դատարկել Հայաստանը։ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը երևի կարծում է, որ Հայաստանը դատարկելու մենաշնորհն էլ պետք է պատկանի հանրապետական կուսակցությանը եւ միայն հանրապետականն իրավունք ունի դատարկել Հայաստանը։ Իսկ որ հանրապետականը լիովին իրացնում է այդ իրավունքը, ընդ որում առաջանցիկ տեմպով, վկայում են Հայաստանի արտագաղթի ցուցանիշները։ Եվ որպեսզի ինչ-որ մարդիկ կուլակաթափ չլինեն, հանրապետականը կուլակաթափ կամ պարզապես ժողովրդաթափ է անում ամբողջ Հայաստանը։ Վերջին տարիներին Հայաստանից հեռացել է մի քանի 100,000 մարդ։ Անգամ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 3 միլիոնի հոգեբանական շեմից։ Մարդիկ հեռանում են սոցիալական անարդարության, անհավասարության, իրավական անհավասարության, արտոնյալների խավի կամայականությունների եւ անպատժելիության, իշխանության անտարբերության պատճառով։ Մարդիկ հեռանում են, որովհետև Հայաստանում չեն գտնում ինքնիրացման ճանապարհներ, քանի որ բոլոր ճանապարհները փակել են կոռուպցիան, մենաշնորհները, որոնց հավաքական եւ խտացված դրսևորումներն էլ հենց կոչվում է
Հայաստանի Հանրապետական կուսակցություն, բայց պարզվում է, որ այդ կուսակցության համար կուլակաթափությունն է, որ Հայաստանը դատարկելու սպառնալիք է։ Եթե Հայաստանից պետք է հեռանան մարդիկ, որոնք Հայաստանում բացի հանրային եւ պետական ռեսուրսների հաշվին հարստանալուց եւ պետական շահերն ու անվտանգությունը անձնական նպատակների մանրադրամ դարձնելուց չունեն կյանքի այլ նպատակ եւ գործ, ապա այդ հեռացումը պետք է կազմակերպել օր առաջ, ժամ առաջ, հանուն Հայաստանի անվտանգության, բայց ինչ խոսք։ Հասարակությունը խնդիրը չի դնում այդպիսի ծայրահեղ կատեգորիաներով, ավելին խնդիրը ծայրահեղացնելու հարցում շահագրգռվածություն ցուցաբերում է հենց իշխանությունը, այդ իսկ ծայրահեղությամբ պաշտպանվելու համար։ Կուլակաթափություն հասկացությունը շրջանառության մեջ դրեց հենց իշխանությունը, ոչ թե հասարակությունը։ Հասարակությունը խոսում է ընդամենը օրենքի, իրավունքի, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական արդարության, քաղաքականության իրականացման մասին։ Հասարակությունն ընդամենը խոսում է այն մասին, ինչն ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ, թե հին, թե նոր։ Եթե իշխանության համար այդ ամենը կուլակաթափություն է, ապա նշանակում է, որ կուլակաթափությունը Հայաստանում սահմանադրորեն հաստատված կարգ է, նորմ, որի նախաձեռնողն ընդ որում հենց իշխանությունն է, չէ՞ որ իշխանությունն էր հանրությանը փորձում համոզել սահմանադրական այոյի հարցում։ Հասարակությունն ընդամենը պահանջում է, որ իշխանությունն անի այն, ինչ պարտավորված է անել համաձայն նույն այդ սահմանադրության եւ օրենքների։ Դրա անունը դնելով կուլակաթափություն ՀՀԿ ընկերախումբն ընդամենը փորձում է ծայրահեղական ֆոնի շնորհիվ լղոզել սահմանադրական կարգը, այդ կարգի խախտման գնով պետության եւ հանրության հարստահարումը ապահով շարունակելու համար։ Քառօրյա պատերազմից հետո միայն ծույլը չի խոսում հասարակական համախմբվածության գերադրական աստիճանի մասին, դրա զարմանալիության մասին, Հայաստանում ստեղծված վիճակի, ընդհանուր հանրային հասարակական քաղաքական ապաթիայի, ներքաղաքական կյանքի գորշության, սոցիալ-տնտեսական դժվարության ֆոնին։ Հայաստանում հանրային այդ էներգետիկայի մասին խոսվում է արդեն ավելի քան 1 ամիս, քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից, կամավորագրման առաջին իսկ բռնկումից հետո։ Թե որքան կշարունակվեն այդ խոսակցությունները, պարզ չէ։ Դրանք հիմա բոլորին են հաճույք պատճառում, քանի որ մեծ հաշվով այդ խոսակցությունների միջոցով սկսվել է արդեն թացը խառնվել չորին։ Իսկ դա ներկայումս իշխանական համակարգի հրամայականն է, քանի որ դրա շնորհիվ համակարգն ակնկալում է ազատվել հանրային այն հստակ եւ կոշտ հարցադրումներից, որոնք ձևավորվեցին քառօրյա պատերազմին զուգահեռ, կապված կառավարման խնդիրների, արդյունավետության եւ արդարացիության հետ։ Այդ խնդիրներն իհարկե նոր չէ, որ հայտնի էին, պարզ էին, սակայն պատերազմական վտանգը, սպառնալիքը, սկսված պատերազմը բերում է արդեն դրանց հանդեպ հանրային լիովին այլ հայացք եւ վերաբերմունք։ Դա էլ առաջ է բերում թացը հնարավորինս արագ չորին խառնելու հրամայականը իշխող համակարգի համար, ինչը պահանջում է կանխել հանրային էներգետիկայի օգտակար գործողության գործակցի որևէ աճ նախատեսող կամ ենթադրող որևէ գործընթաց կամ թեկուզ ուրվագիծ։ Մինչդեռ դա ներկայումս հանրային եւ պետական շահից Հայաստանի անվտանգությունից բխող առաջնային խնդիրներից մեկն է, որը թե ուղիղ, թե անուղղակի իմաստով բազմաթիվ առանցքային առնչություններ ունի անվտանգության խնդիրների հետ, սահմանների պաշտպանության հետ։ Հասարակական էներգետիկան, որ բռնկվել է քառօրյա պատերազմի օրերին, զարմացրել գործնականում բոլորին, անգամ այդ էներգետիկայի մաս հանդիսացող քաղաքացիներին, պետք է դադարի լինել լոկ խոսակցությունների եւ հիացմունքի առարկա եւ վերածվի կոնկրետ խնդիրների լուծման միջոցի։ Ասել կուզի, Հայաստանում հրամայական է կուտակված այդ ահռելի էներգիայի կորստի բացառումը, այդ էներգիայի առարկայացումը, այդ էներգիան հասարակական համախմբվածությունը կոնկրետ գործի վերածելը, կարևոր խնդիրների լուծման գործիք, հիմք, հենք դարձնելը։ Այսօր նկատելի է, որ այդ հարցում գործնականում չկա շարժ։ Համախմբման մասին բարոյախրատական ճառերից կամ կենացի մակարդակով ելույթներից բացի չկան գործնականում այլ նախաձեռնություններ, որոնք կօգնեն կուտակված հասարակական էներգիան վերածել թիկունքում էական որակական փոփոխությունների հասնելու միջոցի, ծառայեցնել ներքին համակարգային խնդիրների լուծման, այդ միջոցով թե նպաստելով էներգիայի գործնական գեներացիային, թե արդյունավետությանը։ Կոնկրետ գործերը կլինեն այն հիմքը, որի վրա կբազմապատկվի հասարակական էներգիան, որի շնորհիվ հասարակությունը կինքնալիցքավորվի, կառաջանան կենսական նոր մոտիվացիաներ, կփոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ի վերջո չի կարելի նաև հասարակական այդ համախմբվածության, էներգետիկ այդ բռնկման հանգամանքը թողնել լոկ արտաքին վտանգի աստիճանից կախված, լոկ դրանով պայմանավորված։ Դա ինչ-որ առումով նույնիսկ տարօրինակ է, քանի որ ստացվում է, որ հասարակական էներգիան պահելու համար մենք մշտապես պետք է ցանկանանք լարվածություն եւ թեժություն սահմանին, պատերազմական վտանգ կամ իրավիճակ։
Ինքնին հասկանալի է, որ դա անտրամաբանական անառողջ իրավիճակ է։ Պատերազմի վտանգն առաջացրել է հանրային բռնկում, հանրությունը դիմագրավել է այդ վտանգը զինվորի միջոցով, զինվորին աջակցելով, բայց վտանգի շարունակությունը կամ կրկնությունը կանխելու համար կարևոր է, որ հասարակական էներգիան արդեն լիցք ստանա թիկունքում գործերի միջոցով, ներգրավվի թիկունքում կարևոր խնդիրների լուծմանը։ Այս հարցը քառօրյա պատերազմից ավելի քան 1 ամիս անց մնում է բաց։ Ավելին չեն նշмарվում հասարակական էներգիայի արտադրողական հնարավորություններին միտված շոշափելի նախաձեռնություններ։ Դրանք չկան իշխանական համակարգում, այստեղ նույնիսկ հակառակի շահագրգռվածությունն է, ելնելով կլանային խմբային կուսակցա իշխանական հետաքրություններից։ Միաժամանակ նկատելի չեն նաև այդ էներգիայի արտադրողական պոտենցիալի առարկայացման հասարակական, քաղաքական այլ նախաձեռնություններ, ընդ որում այստեղ հաճախ է լինում շփոթում, թե էներգիան պետք է օգտագործել միայն հանրային բունտի, հեղափոխության, իշխանությունների դեմ շարժումների եւ համանման այլ նպատակների համար։ Բացարձակապես, առավել եւս երբ կյանքն է ցույց տվել, որ այդ ճանապարհները Հայաստանում վաղուց են դարձել հանրային որևէ էներգիայի մսխման տարբերակներ։ Խնդիրն այն է, որ կուտակված հասարակական էներգետիկան կարիք ունի նախևառաջ տեքստային հստակ ձևակերպումների, հղկման, նպատակային շարադրանքի, մեթոդաբանական համալրման։ Բայց առայժմ չկան պատասխանատու սուբյեկտներ, որոնք կստանձնեն այդ խնդիրը եւ կհամարձակվեն պատասխանատվություն ստանձնել հասարակական էներգիայի արտադրողականության համար։ Համենայն դեպս ստեղծվել է բավական տարօրինակ վիճակ, երբ փոխվել է հանրային մթնոլորտն ու էներգետիկան, սակայն չի փոխվել հասարակական քաղաքական դերակատարների ընդհանուր պահվածքը։ Դա վկայում է այն ահռելի կտրվածության մասին, որ առկա է հասարակության եւ էլիտաների միջև, լինեն դրանք իշխանական թե ոչ իշխանական էլիտաներ, չակերտավոր թե առանց չակերտի էլիտաներ։ Ներկայումս խնդիրն այդ կտրվածությունը լցնելն է, մինչդեռ այն ավելի ու ավելի է ընդգծվում։ Հարցի գինն էր եթերում։ Մնացեք բարով։